Բարի օր հարգելի ընկերներ, խոսքս կգնա արցախցիների կողմից կազմակերպած հավաքի մասին, թե ինչու է դեմ ալիքը, հավաքի դեմ ալիքը մեծանում, բարձրանում եւ ինչ պետք է անենք, որպեսզի այս վիճակից այս թուքումուրը մեր վրա չվերցնենք։ Ուրեմն, հարգելի արցախցիներ, այդ հակա ալիքը, որ բարձրացել է սոցիալական հարցերով կազմակերպած ալիքի դեմ, կապված է մի հարցի վերաբերյալ, որ արցախցիները փաստորեն դժգոհ են հատկացրած գումարներից եւ դժգոհ են, որ այդ 40+10-ների կտրումը եւ պահանջում են, որ այդ բանը աջակցությունը շարունակվի։ Հիմա նայեք, եթե մենք այս կարգավիճակով ենք պահանջում, որ կառավարությունը շարունակի այդ աջակցությունը, դա նույն բանն է, որ պահանջենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ պարտավոր է ու պետք է գումարը վճարի։ Եվ ստե հարցը առաջանում մեր քաղաքացիների քուր եղբայրների կողմից։ Ինչու չեք դուք այդ թալանչիներից ուզում այդ գումարները։ Եկել եք հասարակ Հայաստանի քաղաքացուց եք, քաղաքացու բեռն եք, հարկային բեռն եք ավելացնում։ Շատ բնական եւ տեղին հարց է։ Մենք եւ նպատակն է, որ հավաքի կազմակերպիչները այս հարցին պատասխանեն, բայց ինչու չեն պատասխանում։ Բավական է ուղղակի դուրս գան ու հայտարարեն, որ մենք պահանջում ենք մեզնից արցախցիներից թալանած գումարների վերադարձը։ Ընդամենը, եթե այս պատասխանը հնչում է, էլ որևիցե հարց հավաքի նկատմամբ բացասական այդ դժգոհությունը կտորուկ նվազելու է, որովհետև բնականաբար է, մեր գումարները, մեզնից թալաներն արցախցիները դուրս են եկել իրենց թալանածը վերադարձնելու համար, բայց ինչի այդ հայտարարությունը չի արվում։ Ուրեմն չնայած որ հավաքի կազմակերպիչները մեծ մասին ճանաչում եւ մեծամասամբ մաքուր ազնիվ մարդիկ են եւ փորձում են հավաքը անկախ վարել, ինչպես տեսնենք նույնիսկ բեմ չեն թողել, որ բարձրանան թե ստեղի ընդդիմությունը, թե Հայաստանի Արցախի չինովնիկները։ Բայց դե մարդիկ քաղաքականությունով չէին զբաղվում մինչև հիմա, այսպես ասեմ։ Իրանք այդ ոլորտում չկային, հասարակ մարդիկ ամեն մեկը իր գործով։ Հիմա ստիպված զբաղվում են քաղաքականությունը, քաղաքական հարց են բարձրացրել եւ այդ փորձը չունեն, բնականաբար իրանք խորհուրդներ են հարցնում տարբեր մարդկանցից։ Եվ հենց խնդիրը նրանում է, որ Արցախի չինովնիկներն են խոչընդոտում, որպեսզի նման հայտարարություն արվի։ Ընդամենը մի հատ հայտարարություն, որ Արցախի հիմնադրամով մոտ $5 միլիարդ փող է գողացվել, որի փաստերը տրված են վաղուց դատախազությունում, եւ մենք պահանջում ենք, որ ստեղի իշխանությունը թալանածը վերադարձնի։ Բայց այդ հայտարարությունը իրանք չեն անում, որովհետեւ դա իրանց էլ է խփում։ Այդ թալանին իրանք էլ են մասնակցել, ուղղակի թե անուղղակի։ Կամ անմիջապես թալանողներից են, կամ էլ իրանց պաշտոնը պահելու համար Արցախը միշտ այդ թալանը պահել է։ Չեն հանել ջրի երես։ Եվ որպես այս հարցերը, քանի որ սա Արցախի չինովնիկներին, իշխանություններին ձեռ չի տալի, իրանք ներ են խուժել այդ կազմակերպչական հարցերը եւ իրանց չար խորհուրդներն են տալի, ոչ էֆեկտիվ խորհուրդներն են տալի, այսինքն իրանց կաշին են փրկում։ Սրանումն է հարցը, հարգելի արցախցիներ։ Դրա համար կոչս ձեզ, գնացեք հենց դուք այդ հավաքներին, ստիպեք որ ասեն, որ մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության հարկատուի հաշվին ենք ուզում այդ աջակցությունը շարունակվի, այլ մեզնից թալանած գումարների հաշվին։ Դրա վերադարձն ենք պահանջում այո ստեղի իշխանությունից եւ իրավունք ունենք պահանջելու, որովհետեւ ուրիշ ոչ մեկից չկա պահանջելու։ Բայց կրկնում եմ, քանի որ մարդիկ նստած ընդեր կոնկրետ Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդյան երկու օքով մուծիտ են անում, որ նման հայտարարություններ չլինի։ Եվ այս ալիքը, եթե հակաալիքը ավելի շատ բարձրացավ եւ տապալվեց այդ միծինգը, կոնկրետ երկու մեղավորները դա հենց Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդովն են։ Ես զարմանում եմ հավաքի կազմակերպիչներին, մաքուր մարդիկ են, թաթախվաշ են, ոչ թալանում, ոչ մի բանում։ Այն որ ստեղի մեր իշխանությունները բնականաբար իր շահն ապահան, իր երեսն է ուզում փրկի, չի ուզում այն հարցերը բարձրացնի, արդար հարցերը, որ իրան է կպնում։ Մենք ինչի ենք լրած նստում եւ այդ նույն Արցախի չինովնիկների պատճառով թուքումուրը վերցնում մեր վրա։
Ասելիքս կարճա կոնկրետ ու այսքանը բավական անդեղից դուրս գան հայ ու ոչ թե մի անգամ, այլ 1000 անգամ, որ մենք մեզնից թալանած գումարներն ենք հետ պահանջում։ Հələ որ մի հատ ավելցնենք, որ ասենք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացուց թալանացնել ենք պահանջը վերադարձնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այն ժամանակ բոլորն էստեղի մարդիկ էլ կգան կողմերի կկայնեն, որովհետև նա բոլորի հարկերն են բարձրացնում, տրանսպորտն են բարձրացնում, ոչ մեկ էլ գոհ չի, որ Նիկոլո Թալանը վերադարձնելու փոխարեն ստեղի քաղաքացիների հարկային բեռնը ավելացնում։ Սա է ընդհանուր խնդիրը եւ այն պատճառը, որ հայտնվել ենք այս օրը։ Այդ նույն Արցախի չինովնիկները ոնց որ Արցախը թալանել են, հիմա եկել են ստե իրանց թալանն են պահում։ Չգիտես ինչ բաներ են առաջարկում, հիմա էլ անվստահության հանրաքվե են անցկացնում։ Քաղաքացիությունը գոնե ընդունենք, հետո անվստահությունից խոսացեք, որ մեր քույր եղբայրներին ստեղ չնիարդայնացնեք։ Ու հավաքը դրած էր մի նպատակով, որ ստեղ իշխանական բաներ չկա, իշխանության գալու խնդիր չկա եւ իշխանափոխության խնդիր չկա։ Կոնկրետ արցախցիների դնում են արցախցիների վերաբերող հարցեր։ Բայց տեսանք, որ չինովնիկները խառնվեցին, վիտոյի դեպուտատները ընկան արանք, արդեն տանում են քաղաքական դաշտ, որպեսզի իրանց քաղաքական հարցերը լուծեն։ Հարգելի արցախցիներ, դեռ ձեր խնդրի մասին այդ չինովնիկների բանում շրջապատում ոչ մեկ չի մտածում, բոլորը մտածում են անձամբ իրանց շահին մասին։ Եվ որպեսզի չխայտարակվենք, մեր հասարակ քաղաքացիները պետք է գնան դա պահանջեն, որ այս հայտարարությունը արեք ու հավաքին պահանջեն ու 1000 անգամ կրկնեն, որ մենք եկել ենք, որպեսզի մեզնից թալանած գումարները վերադարձնեն։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրները որևիցե պրետենզիա չեն ունենա, բայց իրանք տեսնում են մի ուրիշ բան, որ թալանչիների հետ մեկտեղ եկեք, կայնել ենք, իրանց ասում ենք հարկը ավելցրեք հարկերը, որ կարաք մեզ պահեք, բնականաբար բոլորը տրամադրվելու են մեր դեմ։ Եվ խառնակիչը Արցախի Հանրապետության չինովնիկներն ու դեպուտատներն են։ Կոնկրետ այդ երկու հոգիներն են նստած այնտեղ ու մուծիտ են անում։ Բայց հարգելի կազմակերպիչներ, պատասխանատվությունը ձեր վրա է։ Դուք պետք է որոշում կայացնեք։ Այդ անկախությունը ոնց որ անկախ բռնել եք, պետք է գործը միջև վերջ անկախ տանեք, որպեսզի որելեսներից պարզ լինի։ Այլ ոչ թե նույնիսկ այդ հավաքի հետ կապ չունենալով կամ չմասնակցելով կազմակերպչական գործերի, նենց բաների քանում սաղ դուք հումորը խփում բոլորին ա կպնում։ Կլինի, ես էլ կդիմանաք, ոչինչ, ուղղվեք, մենք չենք դուրս եկել ինչ-որ պրետենզիաներ կազմակերպիչներին ներկայացնենք։ Մեր պրետենզիաները Արցախի չինովնիկների եւ Հայաստանի ընդդիմությանն ա։ Թալանչիներ, դուրս եկեք հայտարարեք, որ այդ թալանի վերադարձնեք Արցախցիները այսենց տեղապահոված կլինեն։ Այլ ոչ թե ձեր կաշին փրկելու համար էլի հասարակ արցախցիներին ձեր շահերի համար օգտագործեք։ Սա սենց չենք թողելու մենք։ Ինչքան դուք ձեր անեք, մենք էլ մերն ենք անելու։ Հավաքեք հարել ամեն ձև պատրաստենք, օգնենք խորհրդով, ոչ էլ նպատակ ունենք հելնենք ձեր պես ռիստովկա լինենք։ Բայց դուք ռիստովկայի քլնում ու ձեր շահերը առաջ տանելով մեր հաշվին։ Վիտոյի դեպուտատն է, աշկերին կհանեն։ Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդով ամբողջ պատասխանատվությունը տապալման հենց առաջինը ձեր վրա ելնելու։